Երկրորդը զարգացման մագարտակը։ Եթե ասենք գինը վկայալ է մասնակցած է ուսման մեջ եւ մարդը ասենք համեստ է ունի մասնակցական վկայական հնարավոր է որ գինը նաեւ բարձենա իր ցերկբերումներով իրակորձումներով եւ հավանաբար ամուսնու նկատմամբ ունենա այսպես արամարական արդայդություն։ Դրա համար որ գիներ որ իր հոգու մեջ անարգեց իր ամուսնու Աբրեսկի որ Դավիթի գինը երբ որ ուխտի դաբանագը վերադարձավ Դավիթ երբ որ տեսավ այդ ուխտի դաբանագը ուրախությունից ինչ արած այսպես մի քիչ այսպես բարելուց է վարեց եւ գինը ծիծաղեցավ ամուսնուն Սավուղի աղջիկը այո Սավուղի հիշվել է Մեղքով, չէ՞։ Ինձ թվում է երկրորդ թագավորած 6:20 Երրորդ թագավորած, ներողություն, երկրորդ թագավորած, ուրեմն 6-րդ գլխի 20-րդ համարի մեջ։ Եկեք կարդանք։ Եկեք կարդանք։ Ուրեմն ով ուզում է կարդալ։ Միլենա, երկրորդ թագավորած 6-րդ գլխի 20-րդ համարը։ Դավիթը հետ դարձավ իր տուն օրհնելու։ Նրան ընդառաջելով Սավուղի դուստր Մեղքով, այո, եւ ողջունելով նրան ասաց. Վայելել եք Իսրայելի արքային, որ այսօր իր աղախինին եւ նրա ծառաների առաջ մերկանա, ինչպես մերկանում են պարողները։ Դավիթ ասաց Մեղքովին. Ես պիտի բարել Տիրոջ առջև, օրհնյալ է Տեր Աստվածը, որ ինձ ընտրեց եւ ոչ թե քո հորը եւ նրա ամբողջ տունը։ Հա, տեսեք, այստեղ ինչ եղավ մի քիչ Դավիթ եւ գնոջ միջև։ Վիճաբանություն եղավ, չէ՞, որովհետեւ գինը իր հոգու մեջ անարգեց իր ամուսնու։ Տեսավ բարած է այդ ուրախ վիճակի մեջը, գինը այսպես արհամարեց։ Հիմա մի ուրիշ գետ։ Ամուսնական կյանքի մեջ լինում է խտրականություն։ Օրինակ ով էր որ ամուսինը սիրում էր, ասենք, ավակ որդու, գինը սիրում էր գրծեր որդու։ Հակոբը ասենք Ռեբեկան, չէ՞։ Ռեբեկան որու սիրում էր։ Հակոբին սիրում էր, իսկ ամուսինը Եսավը որսորդ էր, ջաշ բերում էր հորը, իսկ մույսը դնագիած եւ մեղմապարո անցեր, դա էլ սիրում էր իր գրծեր որդին։ Հոսեփի պատմության մեջ հայրը ինչ անում էր որոշ չափով նախընտրում էր Հոսեփի։ Տեսեք, ըսկայնություն է սրանք, երբ որ մեկը երբեմն ասում են, չէ, որպես թե խրադում է հայր որդու, քո իմ մեծ որդու նման եղիր, դու ինչու այսպես ես։ Արդեն այդ խոսքը վիրավորանք է, չէ։ Հնարավոր է ինք չարդայդվի, բայց մինչև իր կյանքի վերջը այդ խոսքը չմոռանա։ Գարա այր ուրիշ օրինակով դալ, սրբի օրինակ դա։ Սրբի օրինակը, որ եկեղեցու գոմե ճանաչված հավատքի հերոս մնե։ Կարևոր չէ դան անդամներ իրարու հետ համեմատվեն, որովհետև այդ համեմատությունը արդեն խոր վիշտ թողնում է այդ երեխու, ասենք, հոգեգան աշխարհի մեջ։ Հետևաբար մի քանի կարևոր սուրբ գրային համարներ կան, որոնց մասին պետք է մի հատ անդրադառնանք։ Արագած 6:20 ով ուզում է կարդալ։ Եղավ կարելի ասված հա, լավ, ասված հետը։ Ուրեմն արագած 6:20 ով ուզում է կարդալ։ Լավ, արագած 6:20 ասում է հետևյալը. Որտյակ բայիր հորդ օրենքները եւ մի մերժիր մորդ խրադը։ Ասում է ուրեմն հորդ օրենքները եւ մի մերժիր մորդ խրադը։ Հավանաբար մեր հիշողության մեջ անշնչելի երբով տրոշմված կմնան մեր ծնողների հոգեշահ հորդորները, որովհետեւ մեր ծնողների խրատները կյանքի փորձառության արդյունքն է եւ զուտ մեր բարիքի համար է, որովհետեւ իրենք էլ ուզում են որ մենք լավ լինենք, համացան
Հիսուս Քրիստոսի խոսքին, ասում է ծեր մեջ ով է անհայրը, որ որդին հաց ուզե եւ դրա փոխարեն քարտա։ Ասում է դուք որ չար եք, խորում եք բարին, որքան ավելի ասում է ծեր երկնավոր հայրը։ Ուրեմն Արագած 10:17 ասում է Գյանքի ճանապարհները դերն է բաբանում, խրատն առանց հանդիմանության սխալ է։ Ուրեմն խրատը առանց հանդիմանության սխալ է, բայց այդ հանդիմանությունը ինչ լինելու է։ Սիրով ամենված, չափավոր, որովհետև Պողոս առաքյալ ասում է Եփեսացիս 6-ի մեջ հետևյալը։ Ասում է որդյակներ հնազանդ եղեք ձեր ծնողներին։ Որդյակներ հնազանդ եղեք ձեր ծնողներին, որովհետև ծնողքը Աստուծուց ստացած է իշխանություն։ Եվ եթե զավակը ծնողքի խրատը լսե եւ գադարե, այդ օրհնությունը կստանա Աստուծուց։ Ասում է հնազանդ եղեք ձեր ծնողներին դիրոճմով, քանի որ սա է ճշմարիտը պատվիր քո հայրն ու մայրը։ Հետո ինչ ասում է։ Հայրեր ձեր զավակներին մի փարգացրեք, այլ նրանց դիրոջ խրատով ու գրթությամբ մեծացրեք։ Ուրեմն մի փարգացնեք ձեր զավակներին։ Որովհետև երբ որ զավակը ճաշակում է օրը մորը սիրո քաղցրությունը, հետո նաև սիրով պատրաստ է լսելու ծնողքի ինչը։ Նույնիսկ եթե այդ խրատի մեջ ինչ կա, հանդիմանություն կա։ Ուրեմն նախ ծնողքը պետք է այդ սերը շրայլի։ Ծնողքը պետք է այդ սերը սերմանի, որ զավգի ինչը շայի։ Շայի վստահությունը եւ նաեւ այդ զավակը պատրաստական լինի լսելու ծնողքի խրատը, որովհետեւ երբեմն մարդիկ խրատը հասկանում են հանդիմանություն։ Հիմա խրատի մեջ հանդիմանություն լինելու է, բայց նաեւ ծնողքը պետք է կուրկուրալից վերաբերմունք ունենա իր զավգի նկատմամբ։ Մի ուրիշ համար 29:17 Արագած գիրքի 29:27 ով ուզում է կարդալ։ Այո, լսում ենք։ Խրադիր որդուտ 29:17 Խրատե ու որդիդ, որպեսզի քեզ հանգստացնեն, երկու հոգիդ զվարճացնեն։ Ահա։ Ուրեմն խրատե որդիդ, որ քեզ հանգստացնեն։ Գարձեք ուզում է ասել ցանե որ ընցես։ Եթե մենք ուզում ենք մեր հանգստությունը, մեր զավակների հաջողակ յանքում պետք է նաև իրենց խրատենք, ցանենք խրատը, որ մենք հնցենք հանգստություն, որովհետեւ մենք կարողանանք հնցել ինչ հանգստություն։ Ուրեմն մի կարևոր վերջին կանի մը հիշեցումներ, հետո անշուշտ ցեզ արիտ տալիս եմ, որ եթե հարցեր կան սիրով։ Հիմա քանի որ ամառնային ժամանակաշրջան է, մարդիկ միշտ մտածում են հանգստանալու համար, որտեղ գնան, հաջելի ժամանցի համար, դա պետք է, եթե մեկ հատ հնարավորություն ունի շատ լավ, բայց նաև մարդիկ մտածեն, որ ամռան եղանակին ինչ անեն իրենց զավակները, որ ամռան ժամանակ նաև հոգևոր գիտելիքներով հարստանան։ Օրինակ հիմա հավանաբար ծմրան հնարավորություն չունեն բادرակի մասնակցելու, բայց հիմա ամենահարմար առիթն է, որ ամեն գիրակի մասնակցեն բادرակի արարողության, մասնակցեն հոգևոր զրույցի, որպեսզի նաև հոգեմտավոր աճում ունենան։ Որովհետև աճը միայն ֆիզիկական մտային աճումը չէ, նաև հոգու աճումն է, եւ հոգին աճում է, երբ որ հոգևոր սնունդ մատակարարում է ծնողքը։ Ինչպես որ մայրը ջաշ եփում է եւ իր մայրական անխարտախ գատը դալիս է, մայրը իր ամուսնու հետ նաեւ դալիս է քրիստոնեական դաստիարակության սկզբունքները, որովհետեւ նաեւ կարողանա այդ երեխան կարողանա սնվել հավատքի ճշմարտություններով։ Երբեմն մարդիկ մտածում են
ամրան որտեղ կնան ինչ անեն ուրախանան, շատ լավ, բայց այդ բոլորի հետ նաև չմոռանան նկատել հոգու սնունդի կարևորությունը, որովհետև մի եկեղեցական ասում է ամեն ծնող պետք է հարց տա իր խղճին, որ ես ինչ անում եմ, որ իմ զավակը արքայության արժանի լինի։ Ոչ թե ես ինչ անելու եմ, որ իմ զավակը լավ վայգայգան ստանա, լավ է, բայց բավարար չէ, կամ ինչ անելու եմ, որպես իմ զավակը հաջողակ լինի, լավ է, բավարար չէ, բայց նաև ամեն ծնող պետք է հարց տա, որ ես որպես հայր, ես որպես մայր ինչ անելու եմ, որպես իմ զավակը նաև արժանի լինի երկնքի արքայության ժառանգորդ դառնալու։ Աստված օրհնի մեր բոլոր հայ ընտանիքներին, որպեսզի ապրենք հայավայել, մարդավայել, աստվածահաճո կյանք, որովհետև հավատքը եւ սրբությունը սկսում է ընտանիքներից, հայ ընտանիքներից, թող ամեն մի հայ ընտանիքի օջախի ջրակը մշտավար մնա, մեր լուսավորչի հավատքով, Սուրբ Մեսրոպի մշակութային արժեքներով, շնորհալու մեղեթիով, Գարեգացի Սուրբի աղոթական աղաչանքով, մեր հայրերի սրբազան ավանդություններով, որբեսի այդ տունը իսկապես այդ տնից ջարակայթե սրբության լույսը եւ ինչպես որ Արաքյալը ասում է, բոլորդ ամուսնությունը բադվեցեք, բադվեն ամուսնությունը, ամուսնացյալ զույգերը ոչ միայն իրենց սիրո կյանքով, այլև երբ որ դաստիարակեն իրենց զավակները քրիստոնեական եւ հայեցի կրթությամբ։ Աստված օրհնի ձեզ։ Սարգիս ջան, նախքան հարցերը չէ որ պետք է անցալենք։ Մի անգամ ասել ենք որ պատվիր որ բումորը, այն միակ պատվիրանն է, որ ես կյանքում ես պետք է կազմից այդ ձևան եւ ասել։ Պատվիր հայր եւ մայրը։ Հա, որ միակ պատվիրանն է, որի պատողները դու ինչ որ այդ ոնց էի ասում, պատողները որ մի անգամից կտեսնես կքաղես, չէ՞ կարծես։ Պատվիր հայր մայր այսին ծնողքը խրատ սերմանում է, որովհետեւ ինձի հանգստություն։ Ծնողքը զավգի նկատմամբ բարդական է քուրքուրալու, զավակն էլ բարդական է ծնողքը հարգելու։ Չէ, դուք ասում եք այդ միակ բնակած է, որ եթե դու հետևես միակ պատվիանը որ մեջը խոստում է։ խոստում դրա մասին կասեք։ Ողոս Արաքյալն հիշում է, որ պատվիր հայրը եւ մայրը, որովհետեւ միակ աստվածային պատվիրան է, որի մեջ կա խոստում, որպես երկրի վրա կյանքի օրերը շատանան, ավելանան։ Այսինքն մի անգամից պտուղը կտեսնես։ Ահա։ Միակն է։ Միակ պատվիրան։ Չէ, բոլոր պատվիրանները որ կորզադրենք պտուղը կքաղենք, բայց այդ պատվիրանի մեջ կա երկրավոր կյանքի խոստում։ Օրինակ հիմա այդ կորզավակը ստացել է ծնող կորզությունը, դա հարստություն է, որովհետև ծնողքի օրհնանքի հետևանքով այդ զավակը ավանաբար կյանքում լինի հաջողակ, որովհետև հորը մորը աղոթք ունի։ Եվ մի առած ուզում եմ սովորենք, շատ սիրում եմ, ասում է ամեն մի սրբագենցաղ ամուսնու ետին գա բարեխոսով դիտի։ Ինչ? Ամեն մի սրբագենցաղ ամուսնու ետին գա բարեխոսով գին։ Այսինքն ամուսնու համար աղոթող կին։ Այսին ամուսնու համար աղոթող գին եթե գա, այդ ամուսինը նաև կարող է ապրել սրբագենցաղ կյանք։ Երևի չկարողացա միտքը բարձել։ Հարմար մեկնաբան է։ Ես ասեմ, Այսինքն եթե կինը աղոթում է կնոջ իր ամուսնու համար, ամուսինը ավելի հաջողակ է լինում։ Ճիշտ։ Եվ պետք է նաև ամեն օր աղոթքի բաժ շտվի դունի անդամներով։ Թեման երկար է, ժամանակը կարճ է, թեման երկար է։ Օրինակ դուներ կան չեն աղոթում միասին։ Ոչ աշի ժամանակ ոչ կնելու առաջ ոչ միասին եկեցի կնան լավ որտեղ է հոգևոր հաղորդակցությունը ընտանիքի անդամների մեջ։ Բայց Աստված ասաց է, չէ, որ եւ որտեղ 2 կամ 3 հոգով աղոթեք, Այո։ պատկերացրեք ինչքան գեղեցիկ է, երբ որ ամուսինները, երեխաները իրանց ընտանիքի համար աղոթեն։ Ճիշտ, ճիշտ։ Եվ Սատանան էլ ասում է որտեղ 2-3 հոգի իրար հետ վիճապանեն ես այնտեղ։ Մնում է մարդու կողմնորոշումը, հա? Քանի որ ողբերգական ամուսնության բաժարը երբեմն սխալ ընտրություն է։ Ոչ թե միշտ ասում ենք չարը փորձում է, բայց է որ մեկը սխալ ընտրություն կատարում է,
Ոչ ոքի չմեղադրի, իրանցի մեղադրի։ Հələ նայենք հետո կփոխվի։ Չէ, դե Չկա դες կամի չեմ մեռնելը չփոխվի։ Չկա դες բան։ Ես բարեկամ ունիմ նշանածի ասած 5 օր միասին չդեստվենք։ Վիճապանում են։ 5 օր օրերի ժամանակ ինքսին շատ ուրախ էր զգում։ Ասած իրա բացակայություն ինձ ուրախություն է պատճառում։ Ոչ ներկայություն, ասած ուրեմն ես պետք չեմ ստանամ, իրոք բաժանվեց եւ ինքը սկաց որ ճիշտ որոշում կայացրել է, որովհետեւ որ դեսնվում են բան է Սադամ Հուսեյն եւ Ամերիկայի նախագահը ինչ էր։ Այսինքն եթե միջև ամուսնանալը վիճում են, դա վատ է արդեն։ Ինչպես։ Եթե միջև ամուսնանալը վիճում են, արդեն վատ է։ Պետք չկա։ Ճիշտն է բաժանվել։ Պետք չկա։ Ասող հետո ինչ կան։ Ասող ամիսներին հարստանեկան խրախճանշից 2 օր առաջ բաժանում է։ Դեղանում են ասայի, լավ է, հիմա կան ատուղը դրժեն եւ ամուսնանուցվեն։ Եվ բարապնիկ էր։ Ինչպես։ Եվ բարապնիկ։ Չեմ գիտեր, բարաբերություն։ Այսինքն վիճվելը սիրո նշան չի։ Այո, վեճը լավ չէ ժողովուրդ, վեճը լավ չէ։ Օրինակ դա ասենք բամբասանք է, երբ որ օրինակ ամուսինները ինչ որ մեկից խոսում են, ոչ թե չարախոսում են, Մեկ որ ամուսինը, երբ որ ամուսինները կամ ասենք, չգիտեմ, տան անդամները, օրինակ հայրը ու որդին կամ կին ու ամուսին կամ մայրն ու աղջիկ ինչ որ մեկից խոսում են ոչ թե դες չարախոսելով, այլ օրինակ վատ օրինակ, ինքը դες այդ թեմայով ոնց որ ծավալվում են, էլի։ Դա բամբասանք է։ բամբասանք է, հա, բամբասանք։ Հետո ինչու տունի քաղաքնիկը ինքը պիտի դարաձե։ Չէ, օրինակի համար, ասենք, ամուսինն ու կինը խոսում են ինչ որ ուրիշ Ամուսին եւ կին ուրիշ ընտանիքի մասին խոսում ինչ են։ որ մեկի մասին։ Հա, հասկացա, բամբասանք է։ Ինչ որ վատ բան արել։ Ահա։ Իրանք իրար մեջ խոսում են։ Հա։ Բայց եթե իրենք խոսում են օրինակ վերցնելու համար, դիտավորությունը կարևոր է։ Բայց այդ դիտավորությունը հələ քիչ մխոսենք։ Հա, սարևանը, եթե թաղա չի մնա ուրիշ մարզական վարչական Օրինակ եմ բերում դասերակցական աշխատանքի։ Կամ ամուսինի ինատու հարցը տալիս բայց ինչ արեց, ինի հիշում է արդեն։ Հա, բայց եթե տենց է վարչի շուտ խոսում։ Բամբասանքը ասում անհաջող է։ Անհաջող է։ Մի օր ամուսինը ամուսնացած մարդը տրանսպորտով խոսում է իր ուևորի։ Ուրեմն ասում է ինչու ներվել ես։ Ասում է որովհետև իմ գինը օրվա մեջ 2 ժամ մի թեմայի մասին խոսում է, հոգնում եմ։ Այդ մարդը ասում է դու երանելի ես, ասում է ինչու, ասում է կոնե թեմայի մասին 2 ժամ խոսում է, իմ գինը առանց թեմայի լրիվ որ։ Սխալների հետ կապված մենք հասկանում էլի սխալների հետ կապված է ընդհանրապես որ ցնցել ես եկեղեցի պատարակի մասնակցելու այդ ժամանակ հիշում ես սքում ես չէ մեղքերի համար ու ոնց որ բանը տխրես հիմա ասում են ուրախ եղեք պատարակի ժամանակ ոնց ուրախ լինես եթե այդտեղ հիշում ես որ շաբաթվա մեղքերը Հաղորդությունից հետո ուրախ պետք է։ հա հաղորդությունից հետո Մինչև հաղորդություն, այո, դրդմում ենք, հիշում ենք մեր մեղքերը, մեր դգարությունը, մեր սայթակումը, բայց հենց որ հաղորդվեցինք, արդեն պետք է ուրախ լինենք։ Դաժե խոստովանությունից է։ Որովհետև թագավորական բալադը երենք, արքայական սեղանից ուդում ենք Քրիստոսի մարմին եւ արինը։ Դրանից ավել մեծ ուրախություն չկա։ Դրանից առաջ թողություն է տրվել։ Ինչպես։ Թողություն է տրվել։ Այո, թողություն է դրվում եւ հաղորդվում։ Ես ողջունին Ինքն դաժե մոտենա։ Ինչպես։ ողջունին։ Ողջունի շատ ուրախանակ է ժամ երարու ողջույն տալիս են։ Այնքան ուրախ որ բادرակը ոնց որ պետք է ընդհատվի այդ ժամանակ թող ուրախ չլինեն։ Ռոբեներով մարդիկ օրենքով միան կովի գեցողիդ կսես, եղբայր։ Մարդիկ կարծես բարդեզակնացություն է։ 50 մետր քարիս է ուրիշի որ եղբայր մնա այդ ցախ եւ վերջ։ Ամեն գայնող ացի ցախի դա վերջ։ Մարդիկ քայլում են։ Մարաթոն է գսես օլիմպիադի մրցում։ Չէ, կանա վերից ասում ես նա ստաբերից նայում է, սամսունս դենքները բանտա խուրսս կանած ուրախ եղեք, դա միջև հաղորդություն է, էլի։ Այսինքն երբ որ մեղքերի թողությունը ստանանք եւ հաղորդությունը ջաշակենք, ել ինչու դինենք դրդմած հոգիով։ Հանգստացած։ Պետք է ուրախ լինենք, բայց պայման չի ուրախը դեպի Նորմալ է, էլի։ սրդի ուրախությունն է։ Բաղանալ մեկը շատ ջդում չէ։ Խնակ է։
չի նշանակում այդ անձը դրված է։ Հնարավոր է շատ ալ մեկը շատ ծևաստում էինք ուրախ է, բայց կրնալ ալ շատ դրդում դխուր է։ Որմը տամադան ասում է, այս ուրախ արիտով խաչեղբայրը բանը կա, որ ուզում է դխուր եմ դրդում երկը։ Բադայել է։ Տամադան ասած այս ուրախ արիտով մեր ասել է կա, որ ուզում է դխուր եմ դրդում երկը։ Այս ուրախ որը կողեն, բայց այսօր շատերը ասենք ամուսնանում են, բերում են տուն։ Ասենք այդ դեպքում չեն թողնում, որում օրը պետք է ոնց որ նորմալ է, չէ՞։ Հայկական սովորությունն է, տղան իր տունը։ Հարսին բերում է տուն։ Հարսին բերում է միասին ապրելու։ Ինչ կլա ջանս։ Դե հայկական սովորությամբ այդպես է, ասեմ իրաց չի վերաբերում։ տանում է իր ծնողների հետ։ Սովորություն չէ պայմաններ գներեք, եթե ֆինանսական կարողություն չկա, ինչ նոր տուն ունենան։ Միասին մի Այդ դեպքում չի թողնում։ Հա, ընդունված է։ Մենք տուն ապրել ենք 7 հոգի։ Մայրս, 2 քույրերս, ես, ինձ 2 աղջիկներս։ Կինը ասում է, չէ, ես չեմ ապրելու քո ծնողների հետ։ Մենք ապրել ենք 13 տարի այդպես։ Քույրերս հարս եղան, էլի մորս հետ մնացի, մինչև 2022, մորս հետ էլ եկա Հայաստան, մայրս այստեղ հոգին ավանդեց մի շաբաթ հետո։ Ոչ մեկ։ Ուզում եմ ասել, որ եթե սեր գա, Գարան ապրեն։ Այ ամենակարևոր բանը։ Ընդհանրապես, սեր չկա, քույրս գնա բալատ նստեցու, բալատ նստեցու, ոսկի գտալով ջաշ գերցու։ Ամեն ինչ մի բան կգտնես։ Բայց մի քիչ մի եղանակ մեր աղջիկները, հայ աղջիկները մի եղանակ ինձանից։ Բայց ընդհանրապես մեր հայ աղջիկները պետք է լինեն մի քիչ հեզ, կողունակ, դղակն էլ մի քիչ պետք է Դղակն էլ պետք է մի քիչ հրաժարվեն այդ դղամարդկանց չափանիշները, որոնք երևակայական չափանիշներ են։ Իսկական տերմին։ Գոբիտ խոսքը, հայոյանքը, խմելը, ցայն ալ փոխում են այսպես, դղամարդիկ Ele mi hատ խմենք այսպես։ Ինձ էլ մի հատ ինչ ես խմենք։ Դե հետո ծնողներն են շատ։ Մենք եկել ենք ցավակցելու, աղոթելու, ուդել խմելը չէ։ Իշադագի համար բադար բուդեք վերջ։ Մարդիկ մորանում են ինչու եկած են։ Հաճախ ծնողներն են տղաներին դրթում, որ իրանց տենց պահեն, ասեն, տղամարդ չես մի հատ։ Ճիշտ է։ Ինչու հիմա վերջին զանգին ավտոմեքենայի փանալին դալիս են, որ այսօր դարած քշել ավտոմեքենան, չէ՞։ Դա սովորություն է։ Դա բայց կա նաև ծնողնակ շում։ Հանցավորը ծնողն է եղբայրս։ Մյուս թեման տեն է, 11 Հովանեսի մասին։ Ժողովուրդ մեր հաջորդ թեման Հովանես Մկրտիչի կյանքը եւ գործունեությունը։ Այո։ Տոնկա։ Չէ, այդ Մի երկու շաբաթից կաց։ Կանեն Ռիպսիմի արարածին շաբաթը։ Մեքենայով հասնող գնաց արդեն։ կմնանք։ Ժողովուրդ վերջին աղոթ գնենք եւ այդպես երթանք։ Վերջին աղոթ գնենք, օրհնություն եւ փառք օրևորդ ողջույն սրբո այժմ եւ միշտ Դավիթյանս Ավիդենից ամեն Բաբանիaz մեզ Քրիստոս ասված մեր ընթովանիավ սուրբ եւ բադվական խաչի վտկովի խաղաղության փրկյադերև ազատյա երևելի եւ աներևույթ տշտանվույն արժանավորյա կողության փարավորել ըսկեզ ընթորև սուրբ ոգվույթ այժմ եւ միշտ Դավիթյանս Ավիդենից ամեն խաղ գիշեր աղոթենք իրարու համար ասված օրհնիցես